Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն է։ Պատմությունը պարզապես անցյալի իրադարձությունների շարան չէ, այն մեր ինքնության կենսատու արմատն է, մեր այսօրվա մտածողության եւ վաղվա որոշումների հիմնաքարը։ Մենք թերթում ենք մեր տարեգրության էջերը ոչ թե լոկ հիշելու, այլ հասկանալու համար։ Դարերի խորքից հնչող պատգամը մեկն է՝ յուրացրու անցյալի դասերը, որպեսզի չկորցնես ապագատ։ Այսօր մենք կփորձենք վերլուծել մի թեմա, որը հաճախ մնում է զուտ ողբի ստվերում։ Հայոց ցեղասպանության նախօրեին եւ ընթացքում հայ մտավորական եւ տնտեսական էլիտաների անտարբերությունն ու անմիաբանությունը թուրքական ահասարսուռ ծրագրերի հանդեպ։ Հայոց ցեղասպանությունը միայն վիճակագրություն չէ, 1.5 միլիոն զոհ, հազարամյակների հայրենիքի կորուստ եւ մշակութային եղեռ։ Սա մի աղետ էր, որը կանգնեցրեց մեր ազգային ժամանակը։ Մենք կորցրինք արևմտյան Հայաստանը, մեր քաղաքակրթության բնօրրանը, եւ այդ կորուստը մինչ օրս բացվերք է մեր հավաքական գիտակցության մեջ։ Անշուշտ, այս ահասարսուռ հանցագործության գլխավոր պատասխանատուն, ծրագրողն ու իրականացնողը թուրքական պետությունն էր։ Սակայն պետք է գիտակցենք մի դաժան ճշմարտություն։ Թշնամին անում էր իր գործը եւ մենք չպետք է սպասենք նրա գթասրտությանը կամ հրաշքի։ Ճիշտ է, արևմտյան Հայաստանի բազմաթիվ շրջաններում զինված դիմադրություն կազմակերպվեց։ Փառահեղ հերոսամարտեր մղվեցին թուրքական զորքերի դեմ, բայց դա համընդհանուր չէր ցավոք։ Երբ ազգը կանգնած է նման գոյաբանական վտանգի առաջ, նրա միակ փրկությունը պետք է լիներ էլիտաների, մտավորականության, հարուստների եւ քաղաքական ուժերի բացարձակ կոնսոլիդացիան։ Էլիտան ազգի իմունային համակարգն է, եթե այն չի գործում, մարմինը դատապարտված է։ Ցավոք, 1915 թվականի նախաշեմին մենք տեսնում ենք ահասարսուռ պատկեր, մոլորություն, սպասողական վիճակ եւ որ ամենասարսափելին է անտարբերություն, որը քողարկվում էր ճակատավոր ժեզոքության կեղծ լոզունգով։ Մինչ դահիճը սրում էր դանակը, մեր վերնախամի մի ստվար հատված դեռ հույս ուներ, թե հարմար ողականությամբ կամ լռությամբ հնարավոր է շրջանցել մահը։ Այս անտարբերության ներքին եւ պառակտվածության պատկերն ամբողջանում է այն գործիչների հուշերում, ովքեր ներսից են տեսել մեր վերնախավի կուրությունը։ Մենք ընտրել ենք 3 տարբեր հայացքներ՝ հոգեվորականի, դաշնակցական եւ հնչակյանի, որոնք չնայած տարբեր հայացքներին գալիս են նույն դառը եզրակացությանը։ Հոգեվորականի ահազանգը Մուշեղ arczepiskopos Սերոպյան։ Հատկանշական է, որ մեզ հասած հուշագրությունների մեջ առանձնահատուկ են հոգեվորականների վկայությունները, ովքեր տեսնում են ժողովրդի հոգեվարկը։ Այս շարքում յուրահատուկ է Մուշեղ arczepiskoposի հայկական մղձավանջը աշխատությունը, որը գրվել է հենց 1916 թվականին։ Ինչու է նրա ձայնն այդքան կարևոր, որովհետև նա վեր կանգնելով կուսակցական նեղշահերից մատնացույց է անում չեզոքների մեծ բանակը։ Նա թիրախավորում է այն մտավորականներին ու գործիչներին, ովքեր ոչ կուսակցական ձևանալով իրենց վրայից գցում էին պատասխանատվությունը։ Նրանց տրամաբանությունը պարզ էր ու կործանարար։ Եթե մենք չխառնվենք ազատագրական պայքարին, մեզ չեն դիպչի։ Սա ձեռքերը լվանալու քաղաքականություն էր։ Arczepiskoposը փաստում էր, քանի դեռ էլիտան դատարկ վեճերի մեջ էր, թե ով է ավելի մեղավոր։ Իթիհատականները մեթոդաբար եւ անարգել իրագործում էին արևմտայության բնաջնջումը։ Հաջորդը քննական հայացք ներսից, Կարոս Հասունի։ Եթե Մուշեղ Սերոպյանը դիտարկում էր դրսից, ապա դաշնակցական գործիչ Կարոս Հասունին իր ապրիլյան եղեռնը քննական անգլոցով գրքում անկեղծ խոստովանում է, որ մեր ազգային վերնախավը լիովին շփոթված էր։ Ինչու էր վերնախավը ձախողում, որովհետև մեծահարուստները փակվել էին իրենց ոսկե պատյանների մեջ, կարծելով, թե իրենց կապիտալը վահան կդառնա, իսկ կուսակցական վերնախավը սպասողական վիճակում էր։ Սասունին քննադատում է նաև իր կուսակցությանը, նշելով, որ ժամանակ շահելու եւ թուրքական կառավարությանը չգրգռելու պատրանքը կործանարար եղավ։ Նա ցույց է տալիս, որ մինչ մտավորականությունը բանավիճում էր Պոլսի սրճարաններում, Տարոնի եւ Վանի գյուղացիները տեղական ուժերով, թեկուզ նաեւ կուսակցական, մնացել էին ահարգու թշնամու դեմ անօգնական։
Միակ փրկությունը ինքնապաշտպանությունն էր, բայց այն էլ երբեմն սկսում էր ուշացած էլիտաների դանդաղկոտության պատճառով։ Երրորդը քաղաքական պատասխանատվությունն է։ Ստեփան Սապահ-Գուլյան։ Երրորդ հայացքը հնչական առաջնորդ Ստեփան Սապահ-Գուլյանինն է։ Լինելով ժամանակի քաղաքական գործիչ, նա անձամբ էր շփվել եւ իր թուրք պարագլուխների հետ եւ գիտեր նրանց ներքին խոհանոցը։ Իր պատասխանատուները աշխատության մեջ Սապահ-Գուլյանը բացում է բացահայտ ամենացավոտ հարցը՝ մեծահարուստների վախկոտությունը։ Տնտեսական էլիտան, որը պետք է լիներ ինքնապաշտպանության ֆինանսական սյունը, նախընտրեց լռել կամ նույնիսկ համագործակցել երիտթուրքերի հետ սեփական կաշին եւ կարողությունը փրկելու համար։ Սապահ-Գուլյանի դիտարկմամբ հայկական կողմի անմիաբանությունն ու ներքին թշնամանքը թուրքերի համար լավագույն նվեր էին։ Նա չի արդարացնում ոճրագործին, բայց հնչեցնում է դաժան դատավճիռը։ Մենք պատրաստ չէինք, որովհետև մեր ղեկավար ուժերը չկարողացան միավորել նույնիսկ գերեզմանի եզրի։ Ինչ է մեզ սովորեցնում այս պատմական անտարբերությունը։ Այսօր մենք պետք է քաղենք հետևյալ դասերը։ Առաջին դաս. էլիտայի պատասխանատվությունը, մտավորականի կամ մեծահարուստի լռությունը ճակատագրական պահին ոչ թե չեզոքություն է, այլ դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ։ Երկրորդ դաս. պատրանքների կործանումը, տնտեսական կապերը կամ օրենքի հանդեպ հույսը չեն փրկում ցեղասպան ծրագրից, եթե չկա ազգային դիմադրողականության ամուր համակարգ։ Երրորդ դաս. միասնության գինը, անմիաբանությունը ներքին թույն է, որն ավելի շուտ է սպանում ազգին, քան թշնամու զենքը։ Չորրորդ դաս. սպասողական վիճակի վտանգը։ Պատմության մեջ ժամանակ շահելը հաճախ նշանակում է ժամանակ տալ թշնամուն, ավարտին հասնելու իր ծրագիրը։ Ահա եւս մեկ ուսանելի դրվագ մեր հարուստ պատմական անցյալից։ Ռուս պատմաբան Վասիլի Կլուչևսկին ասում է. պատմությունը չի սովորեցնում, նա պատժում է դասը չիմանալու համար։ Ուրեմն, պատժված չմնալու համար պետք է յուրացնել պատմության դասերը։ Մեծ Եղեռնի օրերի հայոց պատասխանատուների անպատասխանատու անտարբերությունը մեզ ուղղորդում է դեպի միակ ճշմարիտ ուղին՝ արթուն լինել միասնական եւ երբեք չփոխարինել ազգային շահը անձնական հանգստությամբ։ Ավարտելուց առաջ ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի այս եւ նախորդ հաղորդումները կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության եւ նոր դասի հետ։ Մնացեք խաղաղությամբ։